դրա համար ես չեմ ուզում առաջ ընկնեմ, խնդրում եմ, ես չեմ ուզում հրապարակային դատաքննության ժամանակ, սխեմաներով, այո, ահաբեկչական բառացի եմ ասում, ահաբեկչական գործողություն, խուզարկությամբ հայտնաբերված, գնացեք հարցրեք, թող պատասխանեք, որակումն էլ են նույնիսկ իրանք տվել, թե ոնց են զավթում, գրավում, բառերով ասեմ, գրավում ոստիկանության շենքերը, թե բառացի եմ ասում, չեք հիմա ընչի եք մեր հանրության մոտ, ուզում եք սենսացիա եք ուզում ինձանից, հանրության մոտ անես տպավորություն ստեղծում, մեկը խոսում է ձվածեղ սարքելու մասին, ընչի եք նսեմացնում այս գործը, հավաստիացնում եմ ձեզ, ամեն ինչ ժամանակին, հրապարակային դատաքննության ընթացքում, այս բոլոր հարցերի պատասխանները կստանաք եւ կհամոզվեք, որ քննչական կոմիտեի նախագահան ինչ որ ասում էր, ճիշտ էր ասում, մի բան էլ քիչ է ասել, չեմ բացել շատ փակագծեր, եթե ուզում եք ձեզ առանձին կարող եմ ցույց տալ, եթե ուզում եք, ցույց կտամ, հաջորդը, այս մասով այսքանը վերահաստատում եմ, նշում եմ նորից, որևիցե բան կոնտեքստից չեն կտրել, որևիցե հանգամանք, ինչ ասում եմ վերահաստատում եմ, եւ ավելին, ես տեղավորվել եմ այն շրջանակներում, որ մարդիկ ամիսներ շարունակ խոսակցություններ են ունեցել, ամիսներ շարունակ, խոսել են, չգիտեմ, կենցաղային հարցերով, չգիտեմ, տարբեր հարցերով, հիմա այդ խոսակցությունները պետք է մենք որոշակի ձևաչափով հանրությանը ներկայացնեինք, օրինակ, ինչ-որ սեմ ժամկետային սահմանափակումներ, դրա համար մենք փորձել ենք այն հատվածները լուսաբանենք, որոնք որ ըստ էության մեզ համար կարևոր են, բայց դա չի նշանակում, որ միայն այդ խոսակցություններն են, դա շատ խոսակցություններ կան, Տիկին Գրիգորյան, վստահ եմ, հանրությունը հրապարակային դատաքննություն է գնալու, այդ բոլոր հարցերի պատասխանները կստանան, ես նորից եմ վերահաստատում, որ այս գործը իր բնույթով, ստեղ ուղղակի բարոյականության շրջանակներից եւ այլնի մարդ պետք է սուտ չխոսա, նույնիսկ հոգեվորական է, առավելապես հոգեվոր, պետք է սուտ չխոսա, քննչական կոմիտեի նախագահան պարտավոր է սուտ չխոսալ, իսկ հոգեվորականը ընդհանրապես բարոյական պարտավորություն, բայց պետք է խոսա, սուտ չխոսա, ճիշտը թող ասի, ես ճիշտ եմ խոսում եւ իմ բառերի համար պատասխանատու եմ,